Սոցիալական դուետ հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ինչպես միշտ հանդիպում են Այո։ երկու հին բարեկամներ, պատմաբան Արեգ Եվ Սավգուրյանը տնտեսագետ Հրայր Կամենդացյան։ Բայց այստեղ մի հատ դիտարկում, շատ դեպքերում, որը տալիս է խաղի հնարավորություն եւ պետությունը հայտարարում է ազատ շուկայական, այսպես ասած, հարաբերություններ, ստացվում է, որտեղ է ես ազատ շուկայականի կներեք Հայաստանում ազատ շուկայական տնտեսություն չկա։ Ես հակառակն եմ պնդում։ Ապա ցույց եք ուզում հեծի գործը ձեզ փեշքեշ ժողովրդական։ Այսինքն մենք ապրում ենք վայրենի կապիտալիզմի։ Սա վայրենի կապիտալիզմը չէ, վայրենի կապիտալիզմը գոնե խաղի կանոններ կան։ Այստեղ խնդիրը գիտեք որն է։ Խնդիրն է, որ մարդիկ ասում են մի բան, իրականում անում են այլ բան։ Ես մի օրինակ բերեմ, մի հարց։ Հայաստան միջի բորսա չկա։ Կարող եք ասել։ Հայաստան բորսա չկա։ Այդ ձեր մասով է։ Այո, դա իմ մասով, բայց Հայաստան բորսա չկա եւ երևի շուկան փոքր է, իմ պատկերացմամբ շուկան փոքր չի, մենք ունենք առանձին տնտեսություններ, որոնք կարելի ասել մի քանի միլիարդ դոլարի կապիտալիզացիա կարող են ունենալ։ Շուկան փոքր չի։ Նամանավանդ էս IT դարաշրջան։ Այո, մանավանդ IT դարաշրջանում, ել չեմ ասում որոշակի ենթակառուցվածքների հետ բնական շահկապած, փոխկապակցված ձեռնարկությունները։ Խնդիրը գիտեք որտեղ է։ Խնդիրն է, որ պետության մեջ մենեջմենտի բացակայություն կա, այդ բորսայական աշխուժությունը, բորսայական կապիտալը, որը բերում է հավասարություն, դա բերում է ծառայությունների համեմատություն եւ ծառայությունների որոշակի գնի հավասարություն։ Այդ չկա, որովհետեւ այդ թեմայով զբաղվում են մարդիկ, իրենց ամբողջ կյանքում հավանաբար տնտեսագիտական մի գիրք չեն կարդացել կամ մակրոէկոնոմիկա անով գիրք կա, մի էջ չեն կարդացել, երկու տող չեն կարդացել, բայց ներողություն, երկու տող չեն կարդացել, բայց ազգային ժողովի բարձրաբերձ ամբիոններից ցուցումներ են տալիս մարդկանց, ուղղագրական ինչ որ հանձնարարություններ են տալիս ընդդիմության որոշ ներկայացուցիչների եւ այո նման տխմարություն տեսել եւ հետաքրքիր է որ դրանք ուրախ ավտոբուսի իրենք այսպես ասած թող չհնչի որ շատ անհամարական է կամ բան ուրախ ավտոբուսի սաները չեն պատկերացնում որ մեր երկրում նույն դեղագործական ոլորտում ինչա կատարվում որովհետեւ իրենք չափից դուրս ուրախ են եւ թվում է թե համընդհանուր էս աղքատության վերահաս պատերազմի վտանգի վերահաս պատերազմ չի լինելու դա շանտաժ է վերահաս պատերազմ չի լինելու իրենց կողմից բնութագրմամբ իրենց կողմից միգուցե բայց գիտեք ոնց է ժողովրդի մեկ պետք է հստակացնել բան կամենտացիա ներողություն ես գալիս եմ հենց այդ բանի հակասականությունը երբ պետք է իրենց համար խաղաղություն է այո երբ պետք է պատերազմ է դրա համար իրանց մոտ բայց մեջտեղը կան զոհվող մարդիկ այո սրա մասին խոսանք թե չէ իրենց պատկերացումով են թատեք էս ինչ է նշանակում այն որ ասում է դրանց մի հայտնի անձնավորություն ասում է մենք գիտակցաբար գնացինք սպանդանոց Էմարտ ինչ սպանդանոց քաղաքացիական ավտոբուսներով մարդկանց Կորնիձորից ճանապարհում էիք Արցախ, չէ՞։ Այն դեպքում գիտեք որ բացարձակ վերահսկողությունը օդում գտնվում է այդ սուլթանատի զորքերի ձեռքում։ Ինչի՞ մասնա խոսքը։ 4-5 հազար հոգի, դա անդադրանք կռվեն տամ 4000 չի, 3800 մեկ հոգի եթե մահանար, այս ամբողջ ընթացքում դա պետք է քնվեր։ Դա իրականում ցավ էր, որովհետև այդ մեկ հոգի մեր էթնոսի մեկ հոգին է։ Թե չէ ասում է պատրաստում լինելու աղետաբար հետևանքներով։ Ընդ որում հետաքրքիրն է, այդտեղ մի նախադասություն կա այդ անձնավորություններն որ ինչ որ մի անհասկանալի այսպես գորշ գույներով սենյակից որ խոսում էր, չէ՞։ Ինչ է ասում, ասում է նույնիսկ եթե ընտրություններով մենք չլինենք, հանկարծ, այսինքն ինչ է ասում, որ ժողովրդական կամքը, չէ՞, դուք արհամարելու եք, ինչ եք ուզում ասել դրանով։ Ժողովուրդը ոնց կորոշի, ձևել պիտի լինի։ Իմ պատկերացմամբ Հայաստանում ժողովրդավարությունը գտնվում է բռնապետական ակցանի արանքում։ Այսինքն իրենք հենց սկզբից էլ այդ թավշա ժողովրդավարությունը սկսեցին
լոզունգներով կհիշեք կամ ես վարչապետ կլինեմ կամ Հայաստանը չի լինի։ Հայաստանը վարչապետ չի Չի ունենա, ունենա, բնականաբար չի լինի։ պետության վերացում։ Եվ այս պարագայում նույն կանխատեսում է, եթե մենք չլինենք կամ ես չլինեմ, ուրեմն պատերազմ կլինի, անկախություն չի լինի եւ այլն եւ այլն։ Հիմա գանք մեր էլի այդ էքսպոնատին, ուրախ ավտոբուսի անդամներին, միացած առաջարկություն իմ մոտ ծագեց։ Հավանաբար ուզում եք ասեք, որ դեղ ներկրեն այդ ավտոբուսով։ Գիտեք ինչ, քանի որ իրենց երթուղին բավականին անկանխատեսելի է եւ հաշվի առնելով Երևանում կոնկրետ մայրաքաղաքում նախընտրական այս թոհբոյի ժամանակ նրանց արձանագրած խայտարակ պարտությունները զուտ անհատական քաղաքացիների կողմից, երբ փորձում էին մետրոյում կամ այլուր խոսքի բռնվեն եւ փաստացի շատ տհաճ իրավիճակների մեջ էին հայտնվում, այս պարագայում կարող է եւ նրանք որոշեն, որ իրենց նախընտրական արշավը շարունակեն Թիֆլիսում կամ Եվրոպայում։ Հետևաբար գոնե մենք առաջարկ անենք, եթե իրենք ավտոբուսով շարժվելու են Թիֆլիս, հետդարձի ճանապարհին որքան հնարավոր է Վրաստանի դեղատներից դեղ բերեն, դեղ ներկնեն։ Մաքսանեք ճանապարհը թե օրինական։ Օրինական ճանապարհով դե մուրճը իրենց ձեռքում է Պողպատյա մանդատը, Վարդագույն մանդատը, Պողպատյա այդ մուրճը վրացի Մաքսավրի գլխի խփես չխփես, օգուտ չի լինելու։ Բարոն Կամենդացյան, բայց այդտեղ խնդիրը ուրիշ է։ Իրենք շատ ազգանպաստ գործ կանեն, որպեսզի միևնույն ժամանակ այդ դեղերը հատուկ փորձաքննության չանցնեն, միջև սահմանը անցնելիս Վրաստանից, այդ դեղերը իրանք փորձարկեն իրենց վրա։ Ես կարծում եմ մեր մաքսայինները հատուկ յամեր չեն անելու, տեսնեն, թե ԿՊԱ-ականների ստամոքսի պարունակությունը ինչ քիմիկատներից է բաղկացած, բայց փոխարենը նրանք մի ողջ ամերիկյան տարբերակի մասն է կարծես։ Դե մի ողջ հարավանի պակետներով, չէ, հենց ուղիղ բնական ընդունեն եւ նաեւ բուժման նպատակով։ Եվ բուժման նպատակով, վերջ այդ մարտիկ էլ բուժման կարիք ունեն։ Ինչքան էլ իրենք բարձր ստանան այդ բաները, պարգևավճարները, չէ՞։ Այն մեկը, այդ նկատել եք, դրանցից ոչ մեկը առանձնակի ինչ-որ ճոխ հակու կապով չի առանձնանում։ Բարոն Կամենդացյան, դրանցից ոչ մեկը ինչ-որ ֆիզիկական, այսպես ասած, ուտել խմելու էլ ժողովրդական լեզու ասած, այդ ուտել խմելու կարծես սինդրոմով էլ չի տառապում։ Այդանք բոլորը իրենց եղած, չեղածը անշարժ գույք են ստեղծում։ Ունեն կախվածություն անշարժ գույքից, բայց միջև անշարժ գույք հասնելը հետևյալը։ Փորձում են ցույց տան, որ իրենք անհանգստացած չեն, ավելին, ասում են մենք անհանգստացած չենք, տժժում ենք, եւ կարծեմ ազգային ժողովի խոսնակներ կարծեմ ասեց, որ հակադարձեց, որ մենք անհանգիստ չենք եւ դա նույն ոնց որ Նիկոլ Փաշինյանի այն թեզն է բառերը մենք հիմա որ այստեղ գրական հայերենով փորձում ենք մեր ընդհանրապես զրույցը, մեր արտահայտչական միջոցները մոտեցնել, ոչ թե աճարյան հրաչյա, այլ մոտեցնել գրական հայերենին, լրիվ անախրոնիզմ եւ ցցուն հակադրություն է ստացում։ Մարդիկ այն քուչի բարբառով, այդ որում քուչա ասածներով Երևանի թաղամասերում կային հանցագործ էլեմենտներ, կային տարբեր ընդհանրենք սլենգերով խոսացող, բարբառներով խոսացողներ, հիմնական ռուսերեն բառերը առանց միախտի սնակի են օգտագործում, էլ ընդհանրենք այն օրնել մեր իշխանավորներից մեկն էլ ինչ որ պաստուպիտ, եսիմ ռասպիրատ, պաստուպիտ, ինչ որ բառեր էր խոսում, այդպես ես զարմանում եմ։ Եթե դուք այդ աշխարհի ներկայացուցիչներ եք, այդ բանի քրեական ենթամշակույթի, բլա դուք քրեական ենթամշակույթի դեմ ինչ եք օրենքներ ընդունում, հա? Ինչ եք օրենքներ ընդունում։ Ախր կեղծիքը նույնիսկ սրանց անհատական, այսպես աշխարհընկալման մեջ է եւ աշխարհին իրենց հայտնության մեջ է։ Պարոն Կամենդացյան, կարծում եմ, որ այս վերջի իրենց նյութատեխնիկական գերհագեցվածությունից հարստանալու հետ զուգընթաց նրանք որոշակիորեն որդեգրել են հայտնի Օստապ Իբրահիմովիչի դրույթը, որը ասում էր, որ ինքը հարգում է քրեական օրենսգիրքը,
որովհետև դա իր թուլությունն է։ Հիմա ստացվում է, որ այս մարդիկ հայլային սկզբունքով հարգում են քրեական բարքերը, որտեղ դա նրանց թուլությունն է։ Եվ դեպքից դեպք նրանք տարբեր փոխակերպումների են ենթարկվում։ Ինձ թվում է նաև այդ իրանց ուրախ տրոլեյբուսի շատ են հիասթեփվել, որտեղ այնտեղ ահավոր նաև սանիտարահիգիենիկ իրավիճակ է տիրում եւ բացի այդ շրջանառվում Դե պատկերացեք, փակ տարածքում, եթե մարդիկ մի քանի ժամ շարունակ թռչկոտում են եւ պարում։ Պարոն Կամեդիացյան, շրջանառվում էր նաև լուրեր, որ այն մի օրը, որ իրանք Երևանում խայտարակ քարոզարշավ արեցին, ինչու մարզեր չգնացին, որովհետեւ այդ թողած սննդի թերմացքից տոքսիկացիա էր առաջացել եւ վարորդին ուղակի հազիվ կարողացել են փրկել այդ մթնոլորտից։ Ավելին, վարորդը ականատես է եղել, թե ինչպիսի հետաքրքիր բանա միջատային ֆաունա է այնտեղ ձևավորվել, երբ որ բարիս բուն իմաստով բաբուկները, բանը խավարասերները, ուտվոտուկները, բոլորը բանը գրոհել են վարորդի վրա։ Հիմա չանդրադառնանք, եկեք քննարկենք հարցեր, հիմա չանդրադառնանք դրան, որը գոնե միջատաբաններին չի վերաբերվում։ Այո, որովհետև ալերգիկ պրոցեսներն են։ Գիտեք ինչ, քանի որ նախընտրական արշավի մեջ ենք, անցնում ենք նաև քաղաքական միջատաբանության։ Այո, հարկադրված։ Այո, շատ լավ։ Եթերում էին տնտեսագետ Հրայր Կամենդացյանը եւ պատմաբան պարոն Սավգուլյանը, Արեգ Սավգուլյանը։ Շատ լավ, շնորհակալություն, ստեսություն։ Ստեսություն։